Պարոն Մինասյան, ինչպես ստացվեց, որ նիստի սկսվելուց րոպեներ անց դուք միայն ամբողջ խմբակցությամբ ներկայացաք նիստին, դա մտադրված ինչ-որ քայլ էր, թե իսկապես Չէ, ուղղակի մեքենաներին կայանելու տեղ չկար։ Ուրիշ ոչ մի բան չի եղել։ Մինասյան, մենք սպասում ենք, որ արդյոք այսօր գալու եք բոլոր նիստերին ներկայանալու եք։ Ասեցի այն հարցերը, որոնք վերաբերվելու են մի քանի անգամ առիթ եղել է հայտարարել։ Նորից պետք է սկսենք։ Պարոն Մինասյան, արդյոք նշանակում է, որ դուք այսօր բոլոր նիստերին ներկայանալու եք։ Բոլոր նիստերին, այն նիստերը, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացմանը, մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մենք նաև ունենալով 14 մանդատ կարող ենք հրավիրել արդահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը, մեր նախընտրական ծրագրում հայտարարած բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որպեսզի իրականանան, քանի որ այդ ծրագիրը մեր քաղաքի Գյումրու եւ գյումրեցիների մասին է։ Այսինքն մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին եւ մեր բնակչությանը։ Այնպիսի տպավորություններ, որ ընդհանուր հայտարարի եք կոմունիստների հետ, հա։ Գրեթե բոլոր Կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի, չգիտեմ, ինչպես պետք է կանք, ճիշտ ասած, այդքան շատ ծանոթ չեմ, հոկտեմբերի գետ չեմ եղել, պատիվ չեմ ունեցել հոկտեմբերի լինելու, բայց ասենք անիմաստ դեմքը վիարգել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի այդ ուղղակի, ասենք, պոպուլիզմ է կամ ցուցադրություն, որին ես դեմ եմ, մարդիկ հանձնաժողովների մեր նախագահներին կողմ են քվեարկել, այդ հանձնաժողովները համատեղ նախագահ, տեղակալ, անդամներ բոլորս միասին աշխատելու ենք, բնականաբար այն հարցերը, որոնց մեջ մենք խնդիր կտեսնենք, այն հարցերը, որոնք չեն վերաբերվի մեր քաղաքի ընդհանուր շահին, մենք դեմ ենք լինելու, բայց այն բոլոր հարցերը, որոնք իօգուտ է մեր քաղաքի զարգացման այս ծանր վիճակից հանելուն, բնականաբար մենք մեր լիազորությունները օգտագործելու ենք, այդ հարցերին հետևողական լինելու ենք, ինչպես ընկեր Ղուկասյանը նշեց, որտեղ ասեց մենք ընկերով պետք է խոսենք, ընկեր Ղուկասյանը նշեց, ինչպես ինքն է խիստ լինելու, կրկնակի անգամ մենք ենք խիստ եւ հետեւողական լինելու, որովհետեւ այդ պաշտոնյաները իրենց լիազորությունները եւ պարտականությունները իրականացնեն պատշաճ օրենքի համապատասխան եւ ծառայեն գյումրեցիներին։ Քաղաքապետերի քվեարկությունը Պարոն Մինասյան, դուք ամեն դեպքում որևէ պաշտոն զբաղեցնելու եք, որովհետև տարբեր պաշտոններ շրջանառվեցին, որ ձեզ առաջարկել են կամ առաջարկվելու են, ինչ որ առաջարկ Պարոն Մինասյան, ինչու փոխքաղաքապետի պաշտոնում ԿՊ-ն տեխնատություն չառաջադրեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք մեծությամբ առաջին խմբակցությունն եք քաղաքանում։ Քանի որ հիմա այստեղ եմ, ասել եմ իմ մանդատս վերցնում եմ, որևիցե պաշտոնի չեմ հավակնում, ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես, 17200 ձայն ունեցող խմբակցություն եւ անձնավորություն եմ, իմ համար դա Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնն է։ Չենք ներկայացրել փոխքաղաքապետի տեխնացու, որովհետեւ հայտարարել ենք, քանի որ իշխանությունը ձևավորվել է, համայնքային իշխանությունը ձևավորվել է ոչ դասական քաղաքականության պրոցեսների արդյունքում հայտարարել եմ, որ քաղաքային իշխանության ձևավորմանը մենք մասնակցություն չենք ունենալու, այսինքն նաև անիմաստ է սեփական տեխնացուին ներկայացնել որպես փոխքաղաքական։ Դա կնշանակի համագործակցություն, դա կնշանակի կոալիցիա կամ հուշագիր, չգիտեմ ինչ, դրա համար հեռու ենք մնացել։ Բացառում եք ինչ-որ շրջանում կոալիցիա ձևավորել Կոմկուսի հետ։ Այո, բացառում եմ։ Իսկ ինչն է պատճառը։ Ես ուր կոմունիզմը ուր։ Արտահերթ ընտրությունների հարց, այնուամենայնիվ ձեր օրակարգում դեռ կա, թե ոչ, որովհետև դուք մեկ անգամ հայտարարել եք։ Այդ արտահերթ ընտրությունների օրակարգը կլինի այն ժամանակ, երբ տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը սկսի ճակեր տալ, երբ սկսեն բախվել արդեն անձնական եւ
քաղաքական շահերը, որը ես անխուսափելի եմ համարում։ Բայց օրինակ առաջինը ներկայանալու ավականներ այսօրվա քվեարկությունը այդ մասին հուշում է ջախի։ Տեսեք, այսօրվա քվեարկությունները այդքան մեծ էական նշանակություն չունեցող քվեարկություններ են, մարդիկ մյուս խմբակցությունները հայտարարել էին, որ ընտրելու են Վարդան Ղուկասյանին որպես Գյումրի համայնքի ղեկավար ընտրել են, չեն հայտարարել, որ տեղակալներ են ընտրելու, եկել ընտրել են, դրանից հետո, ինչպես ասում ենք, ապրենք, տեսնենք, ինչպես կընթանան, քանի որ 26 թվականին Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովի ընտրություններ են, այս տարբեր քաղաքական ուժերը ես կարծում եմ նույն ճանապարհով չեն գնալու։ Նիստերին մենք քաղաքացիական պայմանագրին տեսնելու ենք, այսպես Ոչ միայն տեսնելու եք, նաև լսելու եք, նաև հբարդանալու եք։ Մտահոգ ենք, որ ժամանակ չենք տեսնում, դրա համար ենք գործընկերոջից հարցնում։ 15 րոպե չեն թողնի։ Շնորհակալ եմ, զգացված եմ, Ընկեր Ղուկասյան։ Ես կայացած է հաշտությունը, այս պահին թե դրանից Բայց ես կեշտված չեմ եղել, ընդհանրապես, որովհետև մեկի հետ։ Բարևեցինք, շատ նորմալ։ Չէ, կոնյակ բանով, բանբանյակով չեմ եկել շնորհավորել, բայց իհարկե մենք բոլորս հայ ենք, գյումրեցի ենք, ոնց կարող ենք չբարևել։ Երթնակալությանը ներկա չեք, բամին։ Ոչ։ Հայտարարել ենք դրանից առաջ, երևի դուք ուշացել եք։ Այն ժամանակ հայտարարել ենք։ Ես եմ շնորհակալ ստեյցու ժողովրդի։ Խմբակցության ղեկավարը ըստ էության եւ խմբակցության դիրքորոշումը, կուսակցության դիրքորոշումը դուք եք հայտնել, այսպես ասած, ինչ եք պատրաստվում, հա, տեսեք կան քվեարկություններ, որ ծերմպա քվեարկեցիք, դեմ քվեարկեցիք։ Տեսեք եղան տեսքեր, օրինակ ես հետևում եմ մեր քաղաքադաշինքը նկատեց, որ դուք իրենց տեխնացուին կողմ եք քվեարկում, հաջորդ ձեր հանձնաժողովի տեղակալին մինչ այդ ծերմպա են, բայց հետո կողմ քվեարկեցին։ Այսինքն ինչ է ստացվում, նայելու են ոնց է քվեարկելու, հա, քաղաքացիական պայմանները։ Ես ուրիշների փոխարեն չեմ կարող ասել ինչի, կարող է նաև անձնական այդ մարդիկ գտել են այն մեկին պիտի ծերմպա քվեարկեն, այն մյուսի հետ հաշտ են եղել, կողմ են քվեարկել, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել։ Ուրիշ ինչ հարցեր։ Խմբակցության դիրքորոշումը դուք եք հայտնել ըստ էության։ Միանշանակ մենք յուրաքանչյուր նիստից առաջ հավաքվելու ենք, անցկացնելու ենք խմբակցության խորհրդակցություն, որոշելու ենք ընդհանուր ամենքս մեր ունեցած միտքը, գաղափարը, մեր կարծիքը հայտնելու ենք, ընդհանուր մեծամասնության կարծիքով ենք առաջնորդվելու ժողովրդավարական ճանապարհով։ Եվ Ամինասյան, այդ 3-4 ամիսների ընթացքում ինչ հասցրեցիք անել, ինչ կարևոր գործեր կարողացաք Գյումրեցիներին հարցրեք, քաղաքի բնակիչներին հարցրեք, իրենք կասեն։ Ամինասյան, ինչ նախագիծ կներկայացնեք առաջիկա նիստերին, առաջին նախագիծը որը կլինի, որ քաղաքացիական պայմանագիրը կներկայացնեք։ 1 ժամ չէ, երևի 1 ժամ առաջ է նիստը վերջացել, հաջորդ նիստի օրը ամսի 20-ին իմացել ենք, կես ժամում չենք հասցնի ներկայացնել։ Որ Ղուկասյան, Վարդանի եւ Մարտին Գրիգորյանի խմբակցությունները չեն համագործակցելու, այսօր տեսանք, որ շանսեր կան համագործակցելու։ Այսինքն չի վկայում, որ այդ կանխատեսումները կարող է չիրագործվեն եւ այնուամենայնիվ կառավարման ճգնաժամ չլինի։ Քանի որ ինքներդ ասեցիք, կանխատեսումը պարտադիր իրականանալիք չէ։ Այսինքն կարող է եւ չլինի, բայց քանի որ մարդը ունի միտք, վերլուծության հնարավորություն, նաև կարող է կանխատեսումներ առնել քաղաքական առումով, հիմա է շատ արդիական է քաղաքական չէ կանխատեսումներ կատարելը, ամեն մեկս մենք մեր պատկերացումը եւ իրավունք ունենք մեր կարծիքը արտահայտելու։ Իսկ ներքին պայմանավորվածություններ, հանդիպումներ, քննարկումներ ամեն դեպքում եղել են կամ նախատեսվում են, պարոն Մինասյան։ Մյուս քաղաքական ուժերի հետ ավականու կազմում ընդգրկված։ Ոչ, չի եղել, չեմ մտածում, որ կարիք կլինի։